Նախ այս գործի հետ կապված ինչ կասեք, ինչ սպասելիքներ ունեք։ Տեսեք, ինչ սպասելիքներ պետք է ունենան մի իշխանությունից, որը իր առաջնահերթությունն է հայտարարել, բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով իբր հարաբերություններ հաստատել այն պետությունների հետ, որոնք սպառնում են Հայաստանի Հանրապետության ոչնչացմանը, այսինքն Թուրքիա եւ Ադրբեջանի, ինչ կարելի է սպասել մի իշխանությունից, որը ընտրություններից առաջ խաբեց ժողովրդին բոլոր առումներով, վերջում գողացավ ձայները, վերջում չկարողացավ նույնիսկ այն իրանք դե նշաձող էին, չէ՞, դրել ընտրությունների ժամանակ, հասնել այդ նշաձողին, վերջում ներողություն ընտրություններից հետո ուղղակի խայտառակ հակահայկական եւ հակապետական քաղաքականության դրսևորումներ ցուցաբերելով սկսեց ձերբակալել մարդկանց, մինչև այդ էր ձերբակալում, բայց ընտրություններից հետո ուժ գնացավ, այսպես կատաղել էին, որ չի ստացվել, որ հայերը չեն ուզում թուրք դառնան, դրա մոտ էս կատաղեցին ընկան մարդկանց ժանին։ Մասնավորապես ամենացայտուն, օրինակներից մեկն է, դա Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն է, որը ոչ մի իրավական հիմք չունի, ոչ մի։ Ասեմ ավելին, իրավիճակը այնպիսի աբսուրդի է հասել, որ մինչև ձերբակալությունը նկատել եք, հիշում եք, չէ, անոնս էին անում, որ պետքա ձերբակալեն եւ պետքա ձերբակալեն զուտ քաղաքական նպատակների կամ քաղաքական հայացքների համար։ Իսկ ո՞րն էին Ծառուկյանի քաղաքական հայացքները։ Ատելություն չլինի, լինի հանրային համերաշխություն։ Ի վերջո արժանապատվություն ունենանք, ի վերջո գիտեք պատվի զգացում ունենանք։ Ի վերջո անենք այնպես, որ հերիքա իրար խժռեն, կապ չունի, դու ընդդիմադիր ես, իշխանամետ ես, Թուրքիայի համար դու թշնամի ես ու հայ ես։ Եվ դրա հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության զարգացման եւ բարգավաճման համար միտված մի մեծ ծրագիր, որի հեղինակը իհարկե ժողովուրդն է, բայց մտահղացումը Գագիկ Ծառուկյանին էր, առաջարկ Հայաստանի, կհիշեք, ինչի դրա համար են բռնել են, որ ասում էր հերիքա իրար մի սուտեք, դրա համար էին բռնել։ Երրորդ-չորրորդ օրը զգացին, տեսան, որ չեն կարողանում հակազդեն հայեցի հայկական տեսլականներին, ինչ լկտի բաներ, ընտանիք մտնելով, չգիտեմ, ինչ այդքանից հետո, էլ ինչ սպասենք։ Հասկացեք, երբ որ այս մարդիկ հայտարարում են, որ համեմատական են անցկացնում, կավատ Ադրբեջանի, չգիտեմ, հոգևոր առաջնորդ, որը համաձայն ադրբեջանական մամուլի կավատ է, շուտ տենց բաները պատտվում իրանց մամուլում։ Ինքը պարզում է հոգևոր առաջնորդն է, տենց իսկական հոգևոր առաջնորդը։ Իսկ կաթողիկոսը, որը ուրիշ ոչ մի բան բացի հայկական, քրիստոնեական, գաղափարներից առաջ չի տալու, ուրիշ ոչ մի բան, ինչ էին սպասում, որ կաթողիկոսը պետք է կանգնի ծափ տասի, ինչ լավ է, որ մեր հայրենիքի մասը հանձնեցիք թուրքերին, այդ էին սպասում, թե սպասում էին նրան, որ պետք է ծափահարի, որ չգիտեմ, երկիրը մտելա մի, գիտեք ոնց որ ինքնաթիռը, որ ընկնում է, այդ ընկնելու այդ պրոցես դրան պետք է ծափահարել, թե պետք է ծափահարել, որ դադիվանքը, Գանձասարը, գցին թուրքի բերանը, դրա համար պետք է բանաներ, տենց լավ բաներ ասել։ Դե տեսեք, իշխանությունը օրինակ պնդում է, որ խառնվել է պետության գործերին եւ ըստ իշխանավորների եկեղեցին իրավունք չունի խառնվել պետության գործերին։ Սա չէ՞ ենթադրում, որ այնուամենայնիվ Փաշինյանը կգնա շարքից է զավակ։ Տեսեք, երբ որ այս իշխանությունը խոսում է պետության մասին, մենք պետք է միանգամից ֆիքսենք հետեւյալը։ Ըստ երևույթի իրանք Հայաստանի Հանրապետությունը ի նկատի չունեն։ Իրականում իրանք միգուցե այլ պետության մասին են խոսում։ Ադրբեջան, Թուրքիա, չգիտեմ։ Հասկանում եք, որովհետև ինչա ասել նույն կաթողիկոսը կամ ինչա ասել եկեղեցին։ Ինչա ասել։ Ասելա գնացեք իշխանություններին, բան արեք, գազրկեք, ինչա ասել։ Տես բան չի ասել։ Ասելա եղեք հայ։ Պաշտպանեք հայկական ավանդույթները, եղեք քրիստոնյա, եղեք հանդուրժող, սիրեք զմիմի անձ։ Այդ ինչ պետության գործերի մեջ խառնվել, այս երևույթ այդ մարդիկ չեն էլ հասկանում չնայած լավ էլ հասկանում են պետությունը որն է։ Նաև ազգային ժողովի առաջին Անդրանիկ նիստին ամենայն հայոց կաթողիկոսը չկար եւ որևէ հոգեվորական չկար։ Սա ինչ է նշանակում, ինչու ազգային ժողովի առաջին նիստը առանց օրհնության սկսվեց։ Եվ ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Տեսեք, երբ որ ուզում ես ոչնչացնել մի ազգ,
իրեն պետք է անասնացնել։ Անասնացումը սկսում է մի քանի փուլերից, երբ որ մարդուն զրկում են կամ փորձում են մարդուն ներկայացնել իր հավատքը, իր ամենամեծ սրբությունները որպես օրինակ խանգարող հանգամանք կամ որպես մի հանգամանք, որը կասկածի տակ է դրվում։ Սա ընդհանուր առմամբ գիտեք, հանրության անասնացման գործընթացի տրամաբանության մեջ է, երբ որ նույն կաթողիկոսինը համաձայն առաջին օրվանից, ավանդույթի, որը կար, որը եթե չեմ սխալվում նույնիսկ իրավական նորմերով էլ ամրագրված, զրկում են խոսքից։ Չնայած գիտեք, մի բան ասեմ, սա իմ անձնական կարծիքն է, միգուցե գիտեք, բոլոր քայլերը Աստծո կամոք են, չէ՞։ Գուցե Աստված չի ցանկացել, որ այս ապալեգիտիմ պարլամենտը օրհնի կաթողիկոսը։ Իսկ ինչ կարծիք ունեք, նոր ազգային ժողովը երկար կյանք կունենա։ Ես չեմ մտածում այս ապալեգիտիմ ազգային ժողովը երկար թե կարճ կյանք կունենա։ Ես մտածում Հայաստանի Հանրապետությանը որքան է մնացել այս աբսուրդի մեջ ապրել, որովհետև սա ուղղակի վտանգում է Հայաստանի Հանրապետության գոյությանը, ընդ որում այդ վտանգները ներկայացվում են որպես ձեռքբերումներ, հասկանում եք, սա աբսուրդ է։ Այն գործոնները, որոնք վտանգում են Հայաստանի Հանրապետության գոյությանը, իրենք ներկայացվում են իշխանության կողմից որպես դրական գործոն, սա չգիտեմ, ուղղակի չի տեղավորվում մարդու գլխի մեջ։ Եվ ըստ երևույթի սա այս ամենը արվում է միայն նրա համար, որ հաճոյանալ այն պետություններին, որոնք երաշխավոր են այս, ինչպես իրենք են կարծում, երաշխավորներից են այս իշխանության գոյությանը, մասնավորապես չգիտեմ Թուրքիա, Ադրբեջան, հիմա Եվրամիությունն է մոտեցել քաղբանտարկյալների մասով միջոցառումը։ Ուր է Եվրամիության դեսպաններից գոնե մեկը կա, ճղմեք ձեզ մեջտեղից։ Ուր է կարա։ Մեկը կա իրանցից։ Ուր են մարդու իրավունքների են հազարավոր հկները, որոնք եվրոպական ամերիկյան փողերը լափելով տասնամյակներ ժողովրդի միսը ծամեցին, ուր են իրանք։ Ուր են այդ բոլոր, ասենց փայլուն աչքերով չակերտներում հեղափոխականները, որոնք մարդու իրավունքների համար իբր դուս էին եկել 2018-ին, ուր եք։ Ուր են իրենք բոլորը։ Ուր են, թե բանը չի, չէ, ռազնարյատկ են Բաքվից, Անկարայից, Բրյուսելից կամ Վաշինգտոնից, որ դուս գաք, ուր են։ Գիտեք, ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ նույնիսկ վիճել կամ վիճաբանել է սպահով հնարավոր չի։ Եվ վերջացնելով իմ խոսքը, երեք ոչ լեգիտիմ պարլամենտում մի քննարկում էր գնում, իշխանության ներկայացուցիչները իրար հերթ չտալով, վազելով դուրս են գալի, Հայաստանում չկա քաղբանտարկյալ, Հայաստանում չկա քաղբանտարկյալ, ասում է, նրա համար, ասում է, որ մեղադրականներում չկա քաղաքական նպատակներով մեղադրական եզրակացություններ։ Էլի բերեմ օրինակը, այն իրավիճակի, որը ծավալվում է Գագիկ Ծառուկյանի շուրջ։ Ուրեմն կարող է դուք մոռացել եք, բայց դուք ընտրություններից առաջ արդեն խոստացել եք քաղաքական հայացքների համար Գագիկ Ծառուկյանին ենթարկել, չգիտեմ, հալածանքների։ Դուք խոստացել եք դա։ Նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը իր խոսքերն է մեջ բերում, ներողություն եմ խնդրում, որ ասել էր բոմժ կսարքել։ Գիտեք, մի բան ասեմ, ըստ էության դա իմ կարծիքով հնարավոր չի, բայց այս իշխանությունը Ծառուկյանի հանդեպ գործողություններով հասցրեց ծայրահեղ, ես բոմժ բառը չեմ ուզում օգտագործել, ծայրահեղ, ծանրագույն իրավիճակի այն հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր նվազագույնը աշխատում էին Ծառուկյանի կողմից հիմնված հիմնարկում։ Հիմա ում եք դուք սարքել ծայրահեղ աղքատ, ում եք դուրս շպրտել, ում եք առանց մի կտոր հացի թողել, ում։ Պարոն Աբովյան, ես Կարկամ Աբրահամյանի հետ կապված այդ ձայնագրությունը քննչական կոմիտեն, որ տարածեց անձնական տվյալներին էր վերաբերվում, այդ դեպքին ինչպես եք վերաբերվում, դա կապ ուներ Ծառուկյանի գործի հետ։ Տեսեք, յուրաքանչյուր գործընթաց, որը այսօր տեղի է ունենում եւ այս կամ այն առումով, Գագիկ Ծառուկյանը հնչեցվում է իմ խորին համոզմամբ, այո, որովհետեւ փորձելով շինց ու սուտ, չգիտեմ, լկտի, ընտանիք մտնելով, այդ բոլոր քայլերով փորձելով ինչ որ, ասենց հանրային տրամադրություններ ստեղծել,
փորձում են կրկին ըստ երևույթի հանրային տենց տրամադրություններ գեներացնել, բայց չի ստացվելու։ Շատ պարզ պատճառով, գիտեք, քանզի իրենք սխեմատիկ են աշխատում, այսինքն իրենք թուղթը տվել են, ասել են, այս թղթով, այս սխեմաներով աշխատեք։ Իրենք աշխատում են եւ ասեմ ավելին, թող ոչ ոք չուրախանա, կան չէ, կամ ինչ-որ մի փուճուրիկ, շատ փուճուր, բայց այնուամենայնիվ զանգված մարդկան զանգված, ում բանականությունը խժռել է թավշյա քաղցկեղը։ Ուղղակի խժռել է, պրոպագանդան խժռել է։ Բոլորի տուն է գալու այս ամենը։ Հասկացեք, Ծառուկյանի кейսը ինքը ցուցիչ է։ Ինքը ցուցիչ է, որ այս ամենը գալու է մտնելու է ամեն մեկի տուն։ Ոնց մտավ են հազարավոր մարդկանց տուն, ովքեր այսօր աշխատանքից զրկվեցին։ Այս կամ այն առումով։ Ես հիմա չեմ ուզում քաղաքագիտական լեկցիաներ կարդամ, բայց այնուամենայնիվ դա այդպես է։ Եվ այո, քաղաք բանտարկյալների Ավետիք Չալաբյանը, Անդրանիկ Թևանյանը, Արեգնաս Մանուկյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, ներողություն, որ միգուցե մարդկանց անունները չտվեցի 1000 անգամ ներողություն, բայց այնքան շատ են, որ հիմա մի 15 րոպե պետք է մենակ կանոններ տանք։ Եվ այն հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ, ում բռնեցին ընտրությունների ժամանակ զուտ նրա համար, որ իրենք հաշտ չեն այս իշխանության հետ, ուրիշ ոչ մի բանի համար։ Դնում են հեռախոսած բանը կոնտեքստից կտրում ներկայացնում, առաջին հերթին ով է թույլ տվեց ես ներկայացնել մարդկանց խոսակցությունները։ Հասկանում եք, մենք արդեն դրա վրա ուշադրություն չենք դարձնում։ Եվ այո, իրանք Պանդորայի արկղ են բացել։ Ոչ մի իշխանություն հավերժ չի, ոչ մի, չկա, ժողովուրդ ջան, չկա տենց բան, որ ինչ-որ մի իշխանություն հավերժ լինի։ Բայց երբ որ իրանք այդ Պանդորայի արկղները բացում են, այդ ամեն ինչ պտտվում է իրանց դեմ ի վերջո։ Քանի որ քաղաքբանտարկյալների վերաբերյալ այդ ակցիան միջազգային հանրությունից ինչ արձագանքներ ունեք, թե այնպես է ստացվել, որ միայն մենք այստեղ Ժորժան, միջազգային հանրությունը, եթե նկատի ունենք Եվրոպան իր ընտրությունը արդեն արել է։ Եվրոպան սատարում է Հայաստան, Ադրբեջանին եւ Թուրքիային։ Եվրոպան սատարում է այս իշխանությանը եւ հաշվի առնելով շնորհավորանքներ, ձեզ թվում է Եվրոպան չգիտեր, թե ինչա կատարում ընտրությունների ժամանակ, որ ջարդեցին։ Առավոտից իրգուն ճղում են իրանց մեջ, թե 700 քանի հազար են իրանց ձեն տվել, չեմ էլ հիշում։ Չկա տենց թիվ։ Չկա տենց թիվ։ Ինչ 700,000 մարդկանց աշխատանքից հեռացնելու սպառնալիքով, մարդկանց լայքի համար գործից հանելով, մարդկանց, չգիտեմ, ինչ ասես չարեցին, որ մարդիկ գնան իրանց ընտրեն։ Այդքանից հետո նույնիսկ, Ժորժ ջան, իրականում հայ ժողովուրդը ցույց տվեց, որ իրեն հնարավոր չի վախեցնել այս իշխանությունը, այս ամեն ինչ էս բեսպրեդելից հետո, որը մենք տեսնում ենք նախընտրական եւ ընտրական փուլում։ Նույնիսկ այդքանից հետո այս իշխանությունը չտվեց մեծամասնություն, բացարձակ թվերով հայ ժողովրդի մեծամասնությունը ասես գնացեք։ Այլ խոսք, որ այս իշխանությունը ասում չէ, ես չեմ գնա, բայց ասելով չի։ Ասելով չի, ստե խնդիրը գիտեք ինչու՞ն է, իրենք ոչ թե ընդդիմության դեմ են պայքարում։ Այսօր բոլոր հնարավոր մեթոդներով իրենք պայքարում են հայ ժողովրդի, հայ ազգի, դուք նկատել եք, իրենք հայ ազգ բառ չեն ասում։ Հայ ժողովուրդ էլ չեն ասում, քաղաքացի։ Չէ, շատ լավ է, ես էլ եմ քաղաքացին շատ, ասենց կարևոր եւ պարտավորիչ դիրք է, բայց դրա հետ մեկտեղ հասկանում եք, եթե քաղաքացին չունի ազգություն, սեր, դեմք, ինքը դառնում է ընդամենը մատերիալ։ Իրանց խոսքերն եմ կրկնում։ Նյութ։ Չէ, մատերիալ, այլ մատերիալ։ Իսկ իրենք ուզում են հենց դա, որ քաղաքացին չունենա ոչ մի բան, բացի, չգիտեմ, իրանց պրեմիաների համար առավոտից իրիկուն աշխատելու։ Չնայած էդ էլ չեն կարող անել։ Էդ էլ չեն կարող անել, մարդկանց 100,000-ավոր գյուղացիներին առանց մի կտոր հացի են թողում։ Հազարավոր մարդկանց առանց աշխատատեղի։ Այս process ինքը շարունակական է լինելու։ Ու այս իշխանությանը թվում է, որ ինքը լուծել է բոլոր հարցերը։ Իսկ գիտեք իրանց համար կարևորագույն հարցը որն է։ Մեղավորը ով է։ Իրանց թվում է, որ իրանք արդեն լուծել են այդ մեղավորի հարցը։ Մեղավորը նախկիններն են, թալանչիներն են, հիմա ռուսներն են։ Վաղը մյուս օրը մեղավորը կլինի եվրոպացին, ամերիկացին, կապ չունի, կարևորը իրանք մեղ չունեն։ Պարոն Ակոբյան, հետևում եք ազգային ժողովի նիստերին եւ ըստ ձեզի վերջը այնտեղ ինչ օրակարգ է, ինչ օրակարգով են ընդդիմադիրները գնացել։ Դուք տեսնեք իշխանությանը հեղացնելու օրակարգը։ Ես նախ շնորհակալություն եմ հայտնում ընդդիմադիր
պատգամավորներին, որոնք գրեթե ամեն երկրորդ ելույթում հիշատակում են քաղաքական քաղբանտարկյալներին, մասնավորապես Գագիկ Ծառուկյանին, շնորհակալություն ժողովուրդ ջան, տեսնում ենք իրականում շատ լավ է, որ ամենաբարձր ամբիոնից դա հնչում է։ Դրա հետ մեկտեղ, ինչ վերաբերում է օրակարգին, ամեն քաղաքական ուժ ունի իր ստրատեգիան, տակտիկան, եւ այս պարագայում ես ձերծ կմնամ, կարծիք հայտնել շատ պարզ պատճառով, ես չգիտեմ առայժմ, տակտիկական եւ ստրատեգիական առումով ինչ պետք է անեն ոչ լեգիտիմ պարլամենտում շատ հարգված ընկերներս եւ գործընկերներս, բայց կարող եմ ասել մի բան, միայն այն փաստը, որ թե ուժեղ Հայաստանը, թե Հայաստան դաշինքը կրկին գրեթե ամեն ելույթի ժամանակ երկու հանգամանքի է մատնանշում, որ այս պարլամենտը ապալեգիտիմ է եւ երկրորդը Գագիկ Ծառուկյանը եւ այլ քաղաքացիներ մարդիկ հայեր քաղբանտարկել են, այս երկու հանգամանքին կարևորագույնն է, կարելի է արդեն ենթադրություններ անել։ Կոնկրետ ստրատեգիա եւ տակտիկայի առումով առայժմ ձեռս կմնամ, իրականում չգիտեմ, բայց ավելի քան ասես տեսնում եմ, որ ընդդիմությունը երկու ֆրակցիաներն էլ իրենց մասով փորձում են տեղավորվել իրենց տեսլականի համաձայն, որոշակի քաղաքական դիրքերում, ինչը շատ նորմալ է եւ մնացած հարցերը կարծում եմ հենց իրենց պետք է տալ։ Հունյանի կոչը բարեկիրթ աշխատելուն ինչպես է վերաբերվում։ Դե ինչպես պետք է վերաբերվել մի կոչի, որը կոչ է անում, չէ, հասկանում եք, բարեկիրթ, ես տեսեք, յուրաքանչյուր կոչ պետք է իր մեջ ունենա երկու հանգամանք։ Ինձ դժվար է քննարկել ապալեգիտիմ պարլամենտի աշխատանքը։ Այսինքն ես ինձ հակասում եմ։ Ինչ ասեմ, թույլ տվեք առանց մեկնաբանություն թողել։ Շնորհակալություն։